Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է։ Ազգային ժողովի խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են վարչության նիստում փոխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից։ Երեկվա դրությամբ երկու թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխազ Ղազարյանը։ Այսօր առաջադրումների վերջին օրն է։ Թեկնածուներն էլեկտրոնային նամակով ուղարկում են իրենց հայտը, աշխատակազմը թեկնածությունները պետք է ներկայացնի վարչության քննությանը։ Ըստ ամենայնի եկող շաբաթ վարչությունը կընտրի փոխնախագահների թեկնածուներին։ Թերթին պատմել են, որ կարծես թե քաղաքական որոշում կա, որ երկու փոխոսնակներից մեկը կին կլինի։ Այս պատճառով էլ քաղաքացիական պայմանագրի գրեթե բոլոր կանայք ցանկանում են առաջադրվել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում քննարկվում է ոչ միայն ազգային ժողովի ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության քաղաքական դեմքերի թարմացման հարցը։ Թերթի տեղեկություններով վարչության փակ քննարկումներում արձանագրվել է, որ կուսակցությունը պետք է դիմափոխվի եւ փոփոխությունները չպետք է սահմանափակվեն միայն ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների մակարդակով։ Թերթի տեղեկություններով վարչությունում քննարկվել է նաեւ խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխության հարցը։ Ըստ այդմ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այլևս չեն դիտարկվում որպես այն գործիչները, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը քաղաքացիական պայմանագրի падգամավորության թեկնածուների կազմում է եւ տեղափոխվում է խորհրդարան падգամավորի կարգավիճակով։ Բաղդասարյանը Փաշինյանի խոսնակ է նշանակվել 2023 թվականին ազատվելով Շիրակի մարզպետի պաշտոնից, որտեղ նա գործողվել էր դարձյալ խորհրդարանից։ Նոր խոսնակը ըստ որոշ լուրերի քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար 26-ամյա Մելանիա Հարությունյանն է, որը իդեպ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում քայլել է Փաշինյանի հետ, իսկ կառավարությունում կայացած վերջին բրիֆինգի ժամանակ կանգնած է լրագրողների հետևի շարքում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։ Թիմ ղեկավարներին հրահանգ է իջեցվել հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։ Երեք Սուրենավան բնակավայր մանկապարտեզ ՀՕԱԿ-ի տնօրեն Անի Պողոկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Վերջինիս ամուսինը դաշնակցական է եւ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ սատարել է Հայաստան դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ ըստ լուրերի իշխանության համակիրը չէ եւ մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։ Պողոկյանն աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի գրել, սակայն թերթի տեղեկություններով ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել եւ առաջիկա օրերին սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։ Թերթին վերջին օրերին տարբեր համայնքների, դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից ահազանգում են, որ իրենց ստիպում են ազատման դիմումներ գրել։ Գրում է թերթը։